Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Պետրոսը դարձավ եւ տեսավ, որ այն աշակերտը, ում Հիսուս սիրում էր, գալիս է ետևից։ Նա, որ ընկել էր նրա կրծքով եւ ասել. Տեր, ով է որ մատնելու է քեզ։ Պետրոսը նրան տեսնելով ասաց Հիսուսին. Տեր, իսկ սա ինչ կլինի։ Հիսուս նրան ասաց. Եթե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ, այդ քեզ ինչ հոգ, դու արի իմ ետևից։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, եւ կարծեցին, թե այն աշակերտը չպիտի մեռնի, բայց Հիսուս նրան չասաց, թե չպիտի մեռնի, այլ թե ես կամենում եմ, որ դա ապրի, մինչև որ ես գամ։ Այս աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, որև գրեց իսկ դրանք, եւ գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լիներ, կարծում եմ, թե աշխարհը իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը, եթե դրանք գրված լինեին։ Այսօր մեր եկեղեցին կատարում է տոնը Հակոբոս եւ Հովհաննես առաքյալների որոտման որդիների։ Այսօր 4-րդ ավագ տոնն է, որ կատարում ենք, եւ վերջին ավագ տոների շարքում Հակոբոս եւ Հովհաննես որոտման որդիները կամ Զեբեդեոսի որդիները նշանակալի էին առաքյալների խմբի մեջ։ Քրիստոս երբ միշտ առանձնացում էր մի փոքրիկ խմբակ առաքյալներից, Թաբոր լեռ բարձրանալիս կամ Գեթսեմանի պարտեզում աղոթելիս, միշտ այս երկու եղբայրները Պետրոս առաքյալի հետ Քրիստոսի հետ էին։ Եվ իրենց կյանքերը զարմանալի է, բայց ես ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել։ Ինչպիսին էին իրենք եւ ինչպիսին դարձան։ Իրենց համար ասում է որոտման որդիներ։ Այս անունն է տալիս ավետարանը եւ մեր տոնացույցի մեջ էլ այդպես են անցել։ Չի ասում Զեբեդեոսի որդիներ, որովհետեւ իրենց հայրը ձկնորսապետ Զեբեդեոսն էր։ Այլ ասում է որոտման որդիներ։ Ինչի՞։ Որովհետեւ իրենք որոտի պես բնավորություն ունեին։ Հախուռն էին, աղմկոտ էին։ Այդ բաները մենք տեսնում ենք նույնիսկ ավետարանից։ Մի անգամ, երբ Հիսուս աշակերտների հետ ասում էր Սամարիայի միջով, սամարացիների մի քաղաք գյուղ չընդունեց Հիսուսին։ Եվ ինչ ասեցին այս երկու եղբայրները, եկան Հիսուսի մոտ ասեցին. Տեր, կուզես երկնքից կրակ իջեցնենք այս գյուղը այրենք, որ քեզ չընդունեց։ Եվ Հիսուսն իրենց սաստեց։ Ասեց, չգիտեք ինչ հոգուց եք դուք։ Դուք կրակ իջեցնող գյուղ այրող չեք։ Դուք պիտի ծառայեք մարդկանց որսալու երկնքի արքայության համար, մարդկանց հոգիների փրկության համար։ Մի ուրիշ պարագային այս երկու եղբայրները եկան իրենց մոր հետ Հիսուսի մոտ եւ ինչ էին խնդրում, ասում էին. Տուր, որ քո փառքի մեջ, քո արքայության մեջ մենք լինենք քո աչուկ ձախ կողմերում նստողները։ Պատիվ էին խնդրում։ Եվ Հիսուս նորից ասեց. Իսկ դուք, որ այդ բաները խնդրում եք, կարող եք խմել այն բաժակը, որ ես պիտի խմեմ։ Կարող եք մկրտվել այն մկրտությամբ, որով ես պիտի մկրտվեմ։ Այսինքն մահվան չարչարանքների բաժակը կխմեք, արյամբ, ձեր արյամբ կմկրտվեք, այսինքն կնահատակվեք, եւ իրենք ասեցին այո, այդպես ինչ համարձակորեն հախուռն։ Եվ Քրիստոս չասեց չէ, ասեց այո, այդ բաժակը կխմեք, այդ մկրտությամբ էլ կմկրտվեք, բայց իմ աջ եւ ձախ կողմերում նստեցնելը, ում որ հայրը կկամենա նա էլ կնստի։ Հակոբոսը ավակներից մեկն էր առաքյալների խմբի մեջ, առաջին նահատակ եղավ։ 12 առաքյալներից միայն մեկի նահատակությունն է հիշում մեծ Սուրբ Գիրքը, որտեղ հետագայում նահատակվեցին։ Հակոբոսի մասին Գործք առաքելոցը պատմում է, թե ինչպես Հակոբոսին գլխատեց Հերովդեսը։ Իսկ Հովհաննեսը, իր եղբայրը, թերևս ամենակրտսերն էր առաքյալների խմբի մեջ,
եւ Քրիստոսի սիրելին։ Հովհաննեսը ի տարբերություն մյուս բոլոր առաքյալների շատ չարչարվեց, շատ տառապեց։ Մահվան դուռը գնաց եկավ քանի անգամ, ոչ թե նահատակվեց, այլ ինքը նախապես գիտենալով Աստծուց իրեն հայտնի լինելով աշակերտների հետ գնաց իր գերեզմանը փորել տվեց, ինքը մտավ մեջը, հանդերձները տարածեց եւ աղոթքով հավատացյալների եւ աշակերտների աչքերի առաջ հոգին ավանդեց։ Նաեւ Սրբազան ավանդությունը մեզ ասում է, որ աշակերտները եկան եւ տեսան, որ մարմինը չկար։ Մարմինը փոխադրվեց երկինք, ռեշտակները տանեն երկինք։ Եվ միակ առաքյալն է, որի մասունքները չկա այսօր աշխարհի մեջ, որտեղ մարմինը չի մնացել, փոխադրվել է երկինք։ Ուրեմն Հովհաննես առաքյալը թե ամենից երկարը ապրեց։ Քրիստոսն ասեց. «Մահ չպիտի տեսնի, մինչև որ ես գամ»։ Եվ իրականի մեջ ինքը ապրեց այնքան, մինչև հայտնությունը ունեցավ։ Քրիստոսի երկրորդ գալստյան աշխարհի դատաստանի, աշխարհի վախճանի հայտնությունն ունեցավ, նոր ննջեց եւ Աստված էլ իրեն փոխադրեց երկինք։ Հախուռն առաքյալները, որոնք իրենց հախուռնության, այսպես կրքոտության, աղմկոտության համար կոչվեցին որոտման որդիներ, վերջում դարձան շատ հես, խոնար եւ ինչ էր ասում, այլևս Հովհաննես Ավետարանի իր ծերության տարիքին չէր ասում կրակիչնենք այրենք, այլ ինչ էր ասում, ասում էր սիրեցեք միմյանց, սիրեցեք միմյանց, սիրեցեք միմյանց։ Ուրեմն այս առաքյալների օրինակը թող մեզ համար ուղեցույց լինի, որ մենք մեր աշխարհիկ, հախուռ, մեղավոր ընթացքից Քրիստոսին գալով հեզանանք, խոնարհվենք եւ սիրենք իրար։ Ոչ թե ատենք իրար, ոչ թե հայոյենք, ոչ թե բամբասենք, ոչ թե չարախոսենք, ոչ թե նախանձենք, այլ սիրենք իրար։ Քրիստոս էս ուզեց։ Եվ ասեց մեծագույն պատվիրանը սա է. պիտի սիրեք Աստծուն եւ Աստծուն սիրելով սիրեք ձեր նմանին։ Ինչպես սիրեք, այնպես ինչպես ինքներդ ձեզ եք սիրում, ձեր անձի նման սիրեք ձեր ընկերոջը։ Էսա մաղթել մեզ։ Խոսքով ասելը հեշտ է, բայց կյանքում սիրելը դժվար է, որտեղ մեկը քեզ տրորում է, մեկը քեզ ցավացնում է, մեկը քեզ նեղացնում է, հայոյում է, մեկը քեզ չարախոսում է, մեկը քեզ բամբասում է, բայց Քրիստոսն ասեց սիրեք միմյանց, սիրեք միմյանց։ Ով որ կհասնի այդ սիրուն, այն էլ արժանի կլինի Քրիստոսի հետ լինելուն, որտեղ էսա Աստծո կամքը։ Ուրեմն մենք դեռ շատ հեռու ենք այդ վիճակից։ Խնդրենք, աղաչենք, թող Աստված մեզ այդ ճանապարհով առաջնորդի, ինչպես առաջնորդեց իր առաքյալներին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, եւ խնդրենք, թող որոտման որդիներ Հակոբոս եւ Հովհաննես առաքյալը բարեխոս լինեն մեզ բոլորիս համար, ամեն։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի, ամեն։